Ես Գրիշա Հարությունյանն եմ, ծնվել եմ 1979 թվականի ապրիլի 15-ին Դողս գյուղում։ Մինչև օրս ապրում եմ իմ հարազատ Դողսում։ Դպրոցից հետո 2007-ից 2009 թվականներին ծառայել եմ Արցախում որպես սերժանտ։ Եղել եմ ջոկի հրամանատար։ Մարտունիում էր մեր զինվորական հատվածը։ Հպարտությամբ ու կարոտով եմ հիշում բանակային ծառայության տարիները։ Արցախում զենք վերցնելու և հայրենիքի ծառայելու կարիք առաջացավ նաև 44 օրյա պատերազմի ժամանակ։ Մեր գյուղի ներկայացուցիչներով և մի շարք համայնքի ղեկավարներով ձևավորեցինք ջոկատ և մեկնեցինք ճակատ։ Շատ ծանր եմ տանում Արցախի կորուստը, դա մեզ համար մեծագույն ողբերգություն է։ Հիմա մեր համայնքում Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ մարդիկ են բնակվում, ինչով կարողանում օգնում ենք, փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենք իրենց մենակ չզգան։ Բանակից հետո ընդունվել եմ Ագրարային համալսարանը, ունեմ ինժեների որակավորում։ Գյուղի կառավարման հետ կապված ունեի իմ պատկերացումներն ու երազանքները։ 2016 թվականին մասնակցեցի Դողսի ղեկավարի ընտրություններին և մեծ առավելությամբ հաղթեցի։ 26 տարեկան էի այդ ժամանակ։ Ամբողջ Արմավիրի մարզում ամենաերիտասարդ համայնքապետը դարձա։ Գյուղը ղեկավարել եմ մինչև 2021 թվականը, երբ ընդունեցի համայնքի ղեկավարությունը, բյուջեում ընդամենը 86,000 դրամ մնացորդ կար, երբ հանձնեցի մոտ 7 միլիոն դրամ էր մնացորդը։ Համայնքի ղեկավարած տարիներին ամբողջությամբ լուծել եմ Դողս գյուղի լուսավորության խնդիրները։ Մինչև այդ մի 6 տեղ էր լույս վառվում գիշերով, այն էլ հին լույս էր։ Ուսանողության համար դեպի Երևան տեղափոխումն էլ կարողացանք նորմալ կազմակերպել։ Վերանորոգել ենք գյուղի մշակույթի տունը, գյուղում նախակրթարան ենք կառուցել զրոյից։ Մի խոսքով բյուջեի ու մեր հնարավորությունների սահմաններում ինչ կարողացել ու հասցրել ենք, արել ենք։ Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա, մեծս 11 տարեկան է, փոքրս 8։ Կինս ուսուցչուհի է։ Մեր ընտանիքում սերն է իշխում։ Մարդ, ով գիտի ինչ է անում, դա ամենակարևորն է, ունի իր ստանդարտները, իր սկզբունքները և որ ամենակարևորն է, երբեք իր սկզբունքները չի դավաճանում։ Ինձ թվում է դա հայի համար և մարդու համար ամենակարևոր հատկանիշն է։ Իսկ որպես Գրիշա ամուսին ասեմ, որ պարզապես հպարտ եմ ու շնորհակալ Աստծուն, որ 11 տարի առաջ հանդիպել եմ հենց իրեն։ Նախ շատ շնորհակալ եմ իրեն, որ իր զբաղվածությունը և իր կենցաղը չի բերում տուն, դա շատ կարևոր է։ Որպես հայր հուզվում եմ անգամ խոսելուց, որովհետև իդեալական հայր ու երևի թե առհասարակ երեխայի հայր ուրիշ կերպ կասե, իսկ տղա երեխայի հայր պետք է լինի օրինակ իր երեխաների համար։ Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեին, չեք վախենում, կասեի միգուցե, բայց այսօր տարիները ինձ ցույց են տվել, որ ինքը միշտ ճիշտ է։ Ու ես վստահ եմ, որ ինչ արդյունք էլ ունենանք, մենք վստահ ենք, որ մեր հայրը միշտ ճիշտ է։ Այս պահին մի քանի մասնավոր բիզնեսների սեփականատեր եմ։ Ինձ համարում եմ ապահովված մարդ, բայց ոչ լիարժեք ապահովված, որովհետև երբ կողքդ տեսնում ես, թե ինչ է կատարվում, չես կարող հանգիստ նստել և քեզ ապահով զգալ։ Պետք է всё մաքրենք, ասես դուրս տանք, մաքրենք, հանենք, թափենք ապեր։ Տեսի որ շիթիլում ես, արդեն մի 20-25 օր հետո կարող ես քաղես, էլի։ Մաքրվի, որ թազա ցանկ անենք, էլի։ Ծաղարշապատը բոլոր առումներով աղբի մեջ է թաղված։
ու մենք այն պետք է մաքրենք։ Դարձիր կոչնակ նոր պայքարի ողջ հայության։ Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնում իմ առաջադրվելը նաև այս ամենի հետ է կապված։ Մեր կուսակցության Մայր Հայաստանի նպատակը Վաղաշապատը զարգացած տեսնելն է, Էջմիածինը հզոր տուրիստական կենտրոն դարձնելն է, մարդկանց համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելն է, մանկապարտեզները անվճար դարձնելն է, օրվա իշխանությունը փոխելն է, Զվարթնոցի կարուսելի տարածքը վերականգնելն է, մեր Էջմիածնի համն ու հոտը վերականգնելն է։ Դրա համար էլ մենք մարդկանց ասում ենք. Միացի, միացի, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հռիփսիմե Մկրտչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։